իշխանությունը փորձում է համոզել, որ դրանք քաղաքական չէին, մասնավորապես Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, այնուամենայնիվ տպավորությունը ամենևին այդպեսին չէ։ Եվ որտեղից է գալիս այդ տպավորությունը։ Առաջինը, դեռ սպանությունը չբացահայտված, իշխանությունը հայտարարում է քարոզչական դաշտում, որ սա վենդետա է։ Եվ հետո, երբ որ բերում են այդ անձին, որի վրա պիտի կարվեր վենդետայի գործը, իշխանական քարոզչամիջոցը սկսում է հերոսացնել նրան, որ տեսեք, հələ աչքերը ինչ թախծոտ է, հələ թրաշ է, հələ մազերը չի կտրել, նա քուն ու դադար եղբոր վրեժն է ուտել։ Հիմա իմ մոտ, եթե անգամ ծանոթ չլինեմ Հայաստանի քաղաքական իրավիճակին, պիտի իմ մոտ հարց առաջանա, ասեմ, լավ, իշխանության ինչին է պետք վենդետան այսպես քարոզել, հերոսացնել, որովհետև եթե անգամ վենդետա է, դա ձեր տապալումն է, ձեր իրավապահ համակարգի տապալումն է, եթե դուք չեք կարողացել իրական հանցագործներին իբրև թե ներողություն եմ խնդրում Վոլոդիա Գրիգորյանի հարազատներին, ես այդ կարծիքը չունեմ, բայց իրենց քարոզչությամբ այդպես ասած։ Իրական հանցագործներին դուք չեք կարողացել պատժել, պատժելը ինչ որ տղայի սպանված եղբայրը։ Հիմա ձեր տեսանկյունից եթե նայում ենք, ինչ էր տեղի ունեցածը, որովհետև այնուամենայնիվ Վոլոդիա Գրիգորյանը մարտին գրեթե 60%-ով հաղթել էր քաղաքացիական պայմանագրին փառաքար խոշորացված համայնքում, խնդրեմ։ Դավեր ցանկացած հանցագործություն բացահայտելուց առաջ իրավապահ համակարգի պատասխանատու անձը կամ կառույցը փորձում է պատասխանել ամենակարևոր հարցին՝ ումն է ձեռնտու։ Հիմա անդիմությանը ձեռնտու է այս անձը ոչ։ Ուրեմն այստեղ մնում է երկու տարբերակ, կամ իշխանությունը քաղաքական պրիզմայով ենք նայում, կամ մի խումբ մարդկանց, որոնք որ վենդետա են իրականացրել։ Հիմա ինչ կարծում, աֆեկտը 7 ամիս ցկվում է։ Փետրվարի հայտնի դեպքերից հետո։ Գիտությունը այլ բան է ասում։ Լրիվ այլ բան է։ Ուրեմն այդ աֆեկտը դնում ենք այնքով։ Երկրորդ, սովորաբար վաղուջան թիկնախմբման չի եկել, այսինքն այդ անձին սպանելը կամ կրակոցներ արձակելը որը խնդիր չկար։ Այդ 7 ամիսի ինչ է նախապատրաստվում, չէ՞։ Տրամբանական հարց։ Ոչ մի բան չի նախապատրաստվում։ Իսկ եթե սպանողեր վրեժխնդրություն, վենդետա եւ այլն, դա շատ ավելի վաղուց պետք է արվեր։ Շատ նուրբ բան նկատեցիք, պարոն Հարությունյան։ Մյուս կողմից, եթե Վոլոդիա Գրիգորյանը թիկնազորով ման չէր գալի, դա ցույց է տալիս, որ ինքը հոգեբանորեն իրեն այդ սպանությանը չէր կապել։ Մարդը մեղավոր հակառակ պարագայում ինքը միանշանակ թիկնազորով քշել։ Շատ ճիշտ է։ Այսինքն այդ մարդը որից ձևով իր մտքով չի անցել, որ ինքը կարող է վենդետայի զոհ լինի, որտեղ ինքը դրա մեջ չկա։ Եթե անգամ խոսակցությունների մակարդակով լիներ, ոչ թե փաստարկված, վստահաբար, ասենք մասնավոր ընկերություններ կան, որոնք կարող են այդ ծառայությունը մատուցել, բայց նման բան չի եղել, չէ՞։ Այսինքն 7-8 ամիս ցկում ես որ ինչ, երբ որ երկաթը տակ-տակ են ծեծում։ Ուրեմն այստեղից գալիս է ամենայն հավանականությամբ, իդեպ ում վրա որ փորձում էին Վոլոդիայի սպանությունը կարել, պարզեց, որ նա ունի սկզբում իր վրա էր, չէ՞ գնում։ Այդ քարոզությունը իր վրա է կարող։ Եվ հետո այդ իրեղեն, այսպես կոչված իրեղեն ապացույցները այդ անձի հետ կապված ինչ որ բնակատեղից են հայտնաբերել։ Մարդը նման բան անում է, տանում է իր մոտ ինչ որ շենք շինությունների մոտ, պահում կտորները։ Դուք չեք ասում։ 7 ամիս մարդը նախապատրաստում է սպանություն տեսականորեն։ Հետքեր են թերապեստիկորի, ոչ զենքը, ոչ ասենք այդ շորը, ոչ տեսագրություն, ոչ մի բան չլինի, որ ապացուցողական բազան ճիշտ է, կարող ես ենթադրել, որ ինքն է, բայց եթե ապացուցողական բազա չկա, ուրեմն ինքը չի։ Ասենք իսկ այդ զենքը շորերը, ինչպես ասում են, հետքերը կորցնել, կարծում եմ 7 ամսվա մեջ մարդը կմտածի, թե ոնց կորցնել, էլի, դա խնդիր չի։ Այստեղ մի խնդիր կա, որ ես սկզբունքորեն չեմ բացառում, ուղղորդում կա։ Մեր եթերում մենք դրա մասին խոսել ենք, բայց ես սպասում եմ ձեզ այդ հարցազրույցին, որ մանրամասն մենք դա բացատրենք։ Երբ որ դուք գիտես, հարց ձևակերպեմ, որ դուք ավելի մանրամասն բացատրեք, որ երկու անձանց միջև կարող է լինել հավանական ինչ-որ հակասություններ, դու կողմերից մեկին այսպես սրսկում ես թույնով քարոզչական ու բերում ես նրան, որ այդ մարդուն կարող է թվալ, որ ինքը որոշել է, որ այդ մարդուն պիտի սպանի։ Այդ ուղղորդում է կոչվում, հասունացնում են ինչպես ասում, հա։ Բայց ես եկեք մյուս պրիզմայով նայեմ։ Եկեք էշմիածնում ու վաղաշաբաթի ընտրությունների նախաշեմն է։
Ես կարծում որ այդ ընտրությունները քաղաքապետ ավականի շատ կարևոր է օրվա իշխանությունների համար երկու հանգամանքով, որտեվ դա որպես այսպես վերջին քննությունն է համապետական կամ արտահերթ կամ հերթական ընտրությունների։ Եվ հաշվի առնենք, որ մայրաթորը գտնվում է Էջմիածնում եւ այդ անձի, ինչպես ասում են, կեցվածքը խոսքս Փաշինյանի մասնա եկեղեցու հետ կապված, դա եւս այս կամ այն ձևով Էջմիածնի հետ է կապվում, չէ՞, մայրաթորի հետ է կապվում։ Այսինքն ընտրությունները շատ կարևոր են եւ այդտեղ հաղթանակ տանելու հավանականությունը որքան է, ես կարծում եմ բավականին ցածր է, բայց նաեւ ընդունեք, որ սպանվել է մի համայնքապետ, որի բնակիչները եւ միգուցե ինքը անձամբ շատ մտերմիկ հարաբերություններ կարող են ունենալ եւ ունեն հարևան գյուղերի կամ շրջանի հետ։ Այսինքն իրենց ազդեցությունը անդիմադիր, հա, եւ նաեւ կապերով, անձնականով եւ այլն Էջմիածնի համայնքի վրա է աշխատել։ Իհարկե աշխատելու է։ Հիմա այսինքն մի կողմից սա է չեզոքացում, մյուս կողմից վախի որոշակի մթնոլորտ է սերմանվում, որ տեսեք օրինակ Խոյի համայնքը վերջին պահին որոշեցին, որ պիտի մասնակցի Խոյի միացնեն Վաղարշապատ։ Ահա, հիմա այնտեղ հիմնականում անդիմադիր դաշտ է, թեև իրենք հաշվել են, որ Արգիշտի Մեխակյանի Խոյում համայնքապետ ա եղել, ունի հեղինակություն, բայց Վարունգի հայտնի պատմություն եղավ եւ հիմա այդ գյուղապետերի վրա, որոշների վրա որոշակի հետապնդումներ են, չէ՞ սկսում։ Այսինքն ակնհայտ է իշխանության խոճապային վիճակը եւ ֆորս մաժորով կոնկրետ քայլեր անել, որը իրավիճակ փոխի։ Ես կարծում որ Վալուձայի մահը այդ ֆորս մաժորներից մեկն է։ Հիմա ինչու են իրենք փորձում արդարացնել վրիժառություն։ Իրենք փորձում են հերոսացնել։ Նախ այդ մարդկանց ներկայացնել որպես վրիժառու մեկ եւ երկրորդը հերոսացնել։ Որովհետեւ եթե անգամ վրիժառություն է, ես խոր չեմ տալ այդ ճանապարհով գնալ, բայց այսօր ամենամեծ վրիժառության թիրախը Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ։ Եթե իրենք դա են քարոզում, որովհետեւ այն ինչ որ եթե փետրվարին մի տղա է սպանվել, 2020-ին հազարավորներն են սպանվել։ Իրենց ձեռնտու չպետք է լիներ այս քարոզը, ինչու են անում։ Իրենք այլ ընտրանք չունեն։ Եթե պատկերացեք, եթե այդ վրիժառության, ասենք մոտիվացիան չի, տեսականորեն նայենք, դա չի, դեպքում հարց առաջանում։ Ով է սպանել, ինչու է սպանել։ Սպանողը շրջական համայնքապետ Ախտոյանի մտերիմ ընկեր։ Հա, ինչու բա հարց առաջանում, ինչու։ Տեսականորեն վրիժառությունը հանում ենք։ Չկա այդպիսի բան։ Բա հարց առաջանում ինչու սպանել։ Դի մոտիվացիան վերջին հաշվով սպանությունը սովորական հանցանք չի, չէ՞։ Կարող է մարդ ցմահով նստի։ Եվ էլ հարց է բանտից դուրս կգա, թե չէ։ Ողջ։ Ուրեմն եթե վրիժառությունը չի, ապա ոնց վերլուծում ես, տակը քաղաքական մոտիվացիա է դնում։ Դրա համար այդ քաղաքականը որպեսզի տակից որոշակի առումով հեռացնեն, մտցնում են վրիժառություն վենդետան, որը եւս աբսուրդ է։ Ես նորից եմ կրկնում, Վալուձյան թիկնապահներով ման չի եկել, մարդ շատ հանգիստ է եղել, շատ վստահ է եղել։ Ներսը վախեր չի ունեցել, անգամ խոսակցությունների մակարդակով իր ականջին շշուկներ եթե հասնել, նույնիսկ եթե ինքը չկար այդ փետրվարյան հայտնի դեպքերի, հա, եւ այդ մահվան հետ կապված, բայց խոսակցությունների մակարդակով դա իր համար որոշակի զգուշավորության ֆոն պիտի ստեղծեր եւ ինքը այդպես որոշակի առումով պաշտպանված լիներ։ Հայտնվեցին նաեւ տեղեկություններ, որ այդ քպական համայնքապետը նախկին Ախտոյանը եւ մարդասպանը ինչ որ ժամանակահատված կրակային պատրաստություն են անցել միասին։ Մարդասպան ներկայացվող անձը 20-ամյա է։ Նվիրական ծառայություններ ոնց որ չի անցել։ Կադրեր երբ որ նայում են, բավական վարժ գործողություններ անում մարդասպանը, հա։ Ովքեր են այդ մարդասպան, ովքեր կարող են լինել մարդասպան պատրաստողներ Հայաստանում, որովհետև դա այն բանը քննչական կոմիտեի ղեկավարը ասում է դաշտամիջում գնացել, դաշտամիջում կրակելով այսպեսի սպանություն չեն անում մարդիկ։ Նախ դաշտամիջում չեն կրակում, դա արգելված է, այդ կրակոցների ձայնը շատ արագ իր համակարգի մանում է եւ համապատասխան միջոցներ է ձեռք առնում, հա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան մասնավոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրականացնում են մեր բնակչության որոշակի առումով զենքի տիրապետել կրակային պատասխան շատ գովելի է, շատ նորմալ եմ ես նայում, էլի։ Օրինակ կարելի է նաև այդ օղակների մոտ նայել, այնտեղ գնացել են, չեն գնացել, դաշտամիջում պատրաստությունով չի։ Եվ հետո երկրորդ հանգամանքը կա, էլի, գիտեք ոնց, այդ կրակոցից հետո ամեն ինչ
արվում էր, որ ցույց տրվի, որ կրակողը ատելության ֆոն ունի։ Այսինքն հենց կրակելուց էր սկսում, որ վենդետա, վրեժխնդրություն, որտեվ նորից եմ ասում, պրոֆեսիոնալ մարդասպանը, որ կրակում է, չի գնում հետ կրակոցից հետո մտածում, կարող է հսկողական կրակոցել էր պետք է անել, չէ, որտեվ հետա գալիս մի հատ էլ, հա, եւ այլն գործողություն անում։ Այսինքն ամեն ինչ ի սկզբանե այդ կրակողը, որը չգիտենք ով է, իսկ եթե պարզ որ այդ 20-ամյա երիտասարդը, ասենք պատկերացեք 6 ամիս մի տարի քննություն ա գնում, նախաքննություն, հետո քննիչներ, հետո դատաքննություն։ Մեկ է պարզի որ այդ անձը այդ օրը այդ ժամին եղել է այլ վայրում եւ 10 վկա կա։ Էլ չեմ ասում տեսակ կամ ձայնագրող սարքինը ֆիքսել է։ Պլուսվում է։ Հա ձերք հետ մի քանի քննիչ նկատողություն, մի քանի քննիչ ծառայությունից հեռացում, կոչումի, պաշտոնի իջեցում եւ այլն։ Ջրվելու է, չէ։ Իդեպ այնպես ինչպես կոնկրետ ում վրա առաջին մեղադրանքը բարդվում էր, այդ մարդը սկզբից իրանն էր, չէ, տրվում, որ եղբոր վրեժն է։ Հետո բարձրորենք չի, որտեղ ինքը այդ ժամին այդ օրը լրիվ այդտեղ ա եղել եւ ապացուցված է, հետո նոր այդ 20 տարեկան։ Այսինքն սենց ասեմ, հա, փնթի գործ արված, սովորաբար, ասենք լուրջ այդ կարգի քաղաքական սպանությունների ենթատեքստում միշտ պետության համապատասխան կառույցները միշտ գործում են, այդպես է։ Օրինակ ասենք ժամանակին, երբ Քենեդուն սպանեցին, հետո այդ կրակողը Լի Օսվալդը, որ իբր ինքն էր, հետո իրեն շատ արագ սպանում են հրապարակավ տեսախցիկների առաջ, հետո այդ սպանողը բանտում է մահանում եւ կապը կտրվում։ Ասենք ըստ վերջերս է, այսպես ասենք, բացահայտվել է, ընդ որում Քենեդու զարմիկներից մեկը, որը հանրապետական կուսակցություն չէր դեմոկրատներից, բայց անցավ հանրապետականներ, ինքը այդ սպանության իրական պատվիրատուների բացահայտման գործընթաց էր սկսում։ Օրինակ հիմա բավական լուրջ աղբյուրներ ասում են, որ պատվերը կենտրոնական հետախուզական վարչությունն է տվել կոնկրետ իտալական Կոզա Նոստրային։ Նրանք են իրականացրել, բայց ԿՀՎ-ի հսկողության օպերացիայի պլանավորում, մշակում, հա, տեղում կրակոցներ նրանք են, որոնք մի քանի տեղից են կրակել, այսպես ասենք, հա։ Ես ինչի համար եմ ասում, եթե այդ մակարդակի սպանություն է, պատկերացրեք ինչ օղակներ են, հա, եւ որոշակի առումով չբացահայտվելու հավանականություն պետք է լինի, բայց դա փնթիություն կա, դասական փնթիություն։ Դու ոնց կարող ես քննչական կոմիտեն ասի առաջին օրը, երկրորդ օրը նախաքննությունով բացահայտված է, մեկ է պարզ որ այդ անձը չի, ուրիշ անձ է։ Այդ ոնց է։ Այսինքն եթե ասում են բացահայտված, այդ բոլոր մասնակիցները, կազմակերպիչները, զենք բերողները եւ այլ այս բոլորը պետք է իրական ապացույցներ, սա պետք է համալիր կերպով նախաքննություն ասի, որից հետո ասի, այ ես ընդ որում բացահայտումն էլ ինքը չի ասելու, բացահայտումը մեծ հաշվով դատական process-ի ժամանակ է ապացուցում, հա։ Դու նախնական, բայց նախնական մի 2-3 օր անցել է արդեն հայտարարությունով, ինչու։ Հա, ԿՊԱ-ական համայնքապետ Ախտոյանը այստեղ չի, դուք իրան չեք հարցաքննել, չգիտեք ինչու է ինքը գնացել, իր մտերիմը ինչու է սպանել, այդ ինչ կրակային այդ ուր է, ինչի դեմ էին պատերազմի պատրաստվում։ Բայց այստեղ ինձ համար ուրիշ մտահոգություն կա, պարոն Նահապետյան, դուք ձեր փորձառությունը պիտի հուշի, մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ։ Սա կարող է առաջացնել մտահոգություն, որ Հայաստանում միայն այդ տղան կամ ենթադրաբար այդ մարդասպանը չի, որ պատրաստվել են ինչ-որ սպանությունների, որովհետև եթե վաղարշաբաթի ընտրություններն են այս մարդկանց այսքան անհանգստացրել եւ առերևույթ իրենք կարող են այդ սպանության հետ կապ ունենալ քաղաքական այս գործընթացները, առաջիկայում քաղաքական ավելի մեծ գործընթացներ են սպասվում։ Ես չեմ բացառում եւ համակարծիք եմ։ Եվ այստեղ է որ շատ ավելի կարեւոր է հասկանալ ովքեր են սպանողները, որովհետեւ եթե այս տղան չի, որին վրիժառություն են վերագրում, այդ դեպքում կարող է ուրիշ մարդասպաններ էլ կան, որոնք ուրիշ մարդկանց համար են նախատեսված։ Ասեմ ասպես էլի, սովորաբար ես միշտ ասում եմ, ինչու ընդդիմությունը չի հաղթում, որովհետեւ ընդդիմության տարբեր ճյուղեր, տարբեր խմբավորումներ, տարբեր կուսակցություններ իրավիճակի նույնական գնահատական չկա, համարժեք նույն գնահատական, հա, իսկ ես օրինակ գնահատում եմ այսպես, որ Փաշինյանին բերեցին որպես ավտորիտար ռեժիմի ղեկավար, հիշում եք այն սկզբի օրերին, երբ ասում էր կա որից է դատավոր, որ իմ ասածը չանի։ Դա ակնհայտ է, չէ՞ որ ավտորիտարիզմը։ Հիմա այդ ավտորիտարիզմը ինքը վերածվել է տոտալիտարիզմի։ Եվ կարող է, եթե համեմատենք Չիլիում, երբ Պինոչետին կենտրոնական հետախուզական վարչությունը բերեց իշխանության Ալենդի սպանությունից հետո, ակնհայտ է, չէ՞, խունտան, զինվորականներ, համազգեստներ, համակենտրոնացման ճամբար
ուրեմն մարզադաշտերում տասնյակ հազարավոր ձերբակալվածներ, հետո եթե դա էլ չօգնեց փաստորեն մարդիկ ընդվզում էին, որտեղ ընտրված նախագահի թափված արյուն կար, եւ որը ցերեկով սկսում էին կրակել ուղղակի։ Հենց այդպես։ Ես ասում եմ Հայաստանում իրականում հաստատվել է խունտա, թարշա խունտա է, դից լավ չի երևում, հա, բայց երբ գործողություններով եւ տրամաբանությամբ փորձում ես եւ իր գործիքակազմի մեթոդաբանությամբ, դա խունտա է։ Այսինքն այդ խունտան երբևիցե չի սեթևեթի իր ընդդիմադիրներին, որոնք կարող են վտանգել օրվա իշխանությունից հեռացնելու, չի սեթևեթի բոլոր միջոցները օգտագործել, բոլոր միջոցները ընդունված եւ չընդունված, որ իշխանությունը չհանձնվի։ Կարող է դա մեզ համար մի քիչ այսպես հեքիաթային ինչ-որ բան թվա, հա, բայց ես ասում եմ, որ դա ամենայն հավանականությամբ այսպես։ Հիմա իրենք նաեւ որոշակի վախի մթնոլորտ ամուսում։ Դա իսկապես եթե մի քիչ լուրջ սթափ նայում ես, ցանկացած անձ լինի գյուղապետ կամ ապագա համայնքապետ կամ ընդդիմադիր դաշտ մտածում է։ Նայելու է Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը։ Վստահաբար հա, եւ ընդ որում քանի որ սա իրապես չի բացահայտվելու, բա ինչ երաշխիք, որ ասենք որից մեկը մտածի իմ հանդեպ եթե նման արարքան են, ասենք դա բացահայտվի։